Հանրային ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է։ Ձեզ հետ Մերի Մուսինյանը։ Բարի օր սիրելի ունկնդիրներ։ Մարդ ինչ էլ գրի նամակ է, ասում էր իմ ամենասիրելի գրողը Վիլյամ Սարոյանը։ Այս միտքը հիշեցի այն պահից, երբ սկսեցի թերթել Ցմահ դատապարտյալ 37-ամյա Մհեր Ենոքյանի վերջերս հրատարակված գիրքը, որ հեղինակն անվանել է Զուգահեռ աշխարհում։ Սա Մհերի երկրորդ գիրքն է Անազատության վայրից։ Առաջինը, որ հրատարակվեց 2011 թվականին, այսպիսի անվանում ուներ. Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ, ինչը ինձ համար նույնանում է հենց Սարոյանի ասած մտքին. մարդ ինչ էլ գրի, իսկապես նամակ է։ Մհեր Ենոքյանը ծնվել է 1975 թվականին բժիշկների ընտանիքում, ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում։ 1996 թվականին երրորդ կուրսում նա դատապարտվել է մահապատժի, մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ։ 2003 թվականից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը վերափոխվել է Ցմահ ազատազրկման։ Ոչ դատարանում, ոչ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել, պնդելով, որ մարդասպան չէ։ Իր բաժին մեղքի մասին Մհերը ասում է. մեղավոր եմ այնքանով, որ միգուցե վախից չարեցի ավելին, ընկերոջս կյանքը փրկելու համար։ Արդեն 17-րդ տարին Մհերն ու իր հարազատները պայքարում են արդարության վերականգնման համար։ Վերջին տարիներին նրանց են միացել բազմաթիվ հասարակական գործիչներ, լրագրողներ, արվեստի մարդիկ, գրողներ, իրավապաշտպաններ։ Մհեր Ենոքյանը երկու գրքերի հեղինակ է։ Արդեն մի քանի տարի մամուլում ներկայանում է արդարադատությանը վերաբերող իր հոդվածներով, բաց նամակներով, բայց նաև գրական ստեղծագործություններով, որոնք նոթեր են, էսսեներ, պատմվածքներ։ 17 տարի գտնվելով անազատության մեջ Մհեր Ենոքյանը ինքնաճանաչման, ներքին ազատության վերագտման մեծ ճանապարհ է միջով անցնելուց քրտնած եմ, հասկանում եմ, որ շուտով կսկսեմ սառչել, շարժվել չեմ ուզում, բարկած կնայեմ երկնքին, մինչև աստղերն ամբողջովին անհետանան արևի ճառագայթների մեջ։ Ես երջանիկ եմ, սիրտս արագ է խփում, ուրախությունից շնչում եմ դանդաղ, բայց շատ խոր է, կարծես չեմ կարողանում հագենալ այս սառը մաքուր օդով, ինչպես ծարավ մարդն ուզում է ջուր խմել։
Արթնացա, երբ նկատեցի, որ դիմացից մոտեցող երիտասարդ կինը ուշադիր նայում է մեկ երեսից, մեկ կրծքիս։ Գլուխս իջեցրեցի, տեսա, որ սվիթրս երկու տեղից պատառոտված է։ Հետո նայեցի ոտքերիս, պարզ զգացվում էր, որ շալվարս ամբողջովին թաց է ճահճաջրերից։ Անկախ ինձանից ծիծաղեցի, բարձր ծիծաղեցի։ Կինը հավասարվեց ինձ եւ առանց կանգ առնելու ոտքից գլուխ նայեց։ Երևի մտածեց կամ բոմժ եմ, կամ խելագար։ Բարի երեկո ձեզ, ուրախ ասացի ես։ Նա հետաքրքիր ժպտաց եւ նույնպես բարի երեկո ցանկացավ։ Այդ ժամանակ անցորդներից մի քանիսը շրջվեցին, նայեցին ինձ, շտապեցի, անցա փողոցը, փոքր այգի էր, մարդ չկար, փաթաթվեցի մի ծառի եւ համբուրեցի մի քանի դեռ կանաչ մնացած տերևներ, պառկեցի կանաչ խոտերի վրա, ամբողջ սրտով բարձր ծիծաղում էի եւ չէի կարողանում ինձ զսպել։ Ես իրոք երջանիկ էի։ Նկատեցի, որ մոտենում է մի կին իր փոքրիկ աղջկա հետ, վերջապես զսպեցի ծիծաղս, կանգնեցի ոտքի, ուշադիր նայեցի երեխային։ Վերջին անգամ այսքան մոտիկից 5 տարի առաջ էի փոքրիկ մարդուկ տեսել։ Քայլերս արագացրեցի, պետք է շտապել, չհաշված մի որոշակի հատված, համարյա ամբողջ ճանապարհը, սպորտային պայուսակը ուսիս, ոտքով շարժվել եմ Երևանից հեռու, դեպի Գառնի։ Ուժեղ դողում էի, ատամներս իրար չէի կարողանում սեղմել, մեջքս սառել էր, լուսանում էր, բայց աստղերը դեռ երևում էին։ Կտրուկ շարժումով վեր կացա, հայացքս կտրեցի երկնքից, նայեցի շուրջ բոլորս։ Հեռվում, բայց շատ պարզ երևում էր Գառնու հեթանոսական տաճարը։ Երբ արևն ամբողջությամբ երևաց հորիզոնում, ես արագ հանվեցի եւ ոտքից գլուխ մերկ կանգնած Զարի գագաթին նայում էի արևին եւ ժպտում։ Ես նորից ծնվեցի։ Մհեր Ենոքյանի Զուգահեռ աշխարհում գրքի շնորհանդեսը կայացավ վերջերս։ Գրքի նախաբանում հեղինակն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իր խոսքով ուրիշի ցավով ապրել գիտեն, ովքեր աջակցել են գրքի ստեղծմանը։ Իսկ գիրքը Մհերը նվիրում է լրագրող քաղաքացի Զարուհի Մեջլումյանին, ում նվիրման, համառության ու աշխատանքի շնորհիվ համակարգը տեսավ ու արձագանքեց արդարադատությանն առնչվող կարևորագույն խնդիրներին։ Չմոռանանք ասել ամենակարևորը՝ Զուգահեռ աշխարհում գրքի հասույթով հեղինակը մտադիր է վճարել իր ուսման վարձը։ Մհեր Ենոքյանն իր գրքի մասին ձայնագրությունը տրամադրել է լրագրող Զարուհի Մեջլումյանը։ Երկրորդ գիրքը չնայած վերնագրված է Զուգահեռ աշխարհում եւ առաջին տպավորությունը կարող է լինել այն, որ խոսքը գնալու է բանտի կյանքի մասին, սակայն դա միայն առաջի հայացքից է այդպես, սիրո մասին է այս գիրքը։ Եվ քանի որ ցմապանտարկյալը հնարավորություն չունի աշխատելու, գումար վաստակելու, սակայն 20 տարի այլով բանտում 4 պատերի մեջ համակարգը չի ստեղծում եւ ոչ մի պայման, որպեսզի մարդ վերադառնալով հասարակություն լինի լիարժեք անդամ հասարակության, ունենա մասնագիտություն, գրքի միջոցով կոչ է արվում, որպեսզի ապրուն մարդիկ սկսեն արժանացնել քանածներին։ Մենք ինքներս ենք մարդկանց ուղարկում զուգահեռ աշխարհներ։ Վերնատուն մշակութային ծրագիր Մհեր Ենոքյանի ստեղծագործությունների մասին ես զրուցում եմ բանաստեղծ թարգմանիչ Լևոն Բուլբուլյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բուլբուլյան։ Մեր իրականության մեջ ամենայն դեպս նոր, կարելի ասել, եզակի երևույթ է։ Ես վստահ եմ իհարկե, որ շատ բանտարկյալներ կունենան իրենց ծրագրերը կգրեն, բայց Մհերը այն արկայծող լույսն է, մեծ առումով այսպես վերցնենք մութ խցից, որը բոլոր բանտարկյալների, բոլոր անազատության մեջ հայտնված մարդկանց անունից ասես խոսում է մեզ հետ։ Ես պիտի խնդրեմ դուք սկզբում ներկայացնեք, թե ինչպես Մհեր Ենոքյանին գտաք, հայտնաբերեցիք։ Ես ճանաչում էի շատ լավ Մհերի ծնողներին, շատ պատվարժան մարդիկ են, օրինավոր երկուսն էլ բժիշկներ, հարգված սիրված մարդիկ։ Այդ պատմությունը, նրանց այդ ողբերգությունը ես շատ խորը տարա եւ ոչ միայն ես, մեր շրջապատի շատ մարդիկ։ Բայց ես անկեղծ ասած չգիտեի, որ Մհերը բանտում սկսել է ստեղծագործել, եւ երբ ժուրնալիստ Զարուհի Մեջլումյանը, որը հետեւողականորեն զբաղվում է Մհերի գործով, ամեն ինչ անում է, որպեսզի արդարությունը վերջո կայանա, որովհետեւ այնուամենայնիվ շատ կասկածելի է այդ դատավարությունը, շատ մութ կետեր կան եւ բոլորը չէ որ համոզված են, հիմնականում շատերը կասկածում են, որ իսկապես Մհերը մեղքիր բաժինը ունի, դեռևս
եւս ոչ այն բաժինը, որը նրան թույլ տա ամբողջ կյանքը ծմա անցկացնի եւ բանտիկա։ Եվ երբ Զարուհին ինձ դիմեց եւ ասեց, որ գիտեք, մհերը գիրք է գրում, պիտի տպագրենք եւ կուզենայի ծանոթանալ, իհարկե մեծ սիրով համաձայնեցի, անկեղծ ասած, թեր հավատորեն էի մի քիչ մոտենում, դե որովհետեւ շատերն են փորձում, դե մանավանդ բանտում փակի տակ գտնվող մարդիկ զբաղմունք են գտնում ժամանակը մաշելու եւ վերջո կարճելու համար, մտածեցի գուցե շատ այդպես գրչափորձեր են սիրողական։ Առաջին 1-2 գործը կարդալուց հետո անմիջապես ինձ գրավեց շատ, որովհետեւ շատ հասուն գործեր կային այդ գրքում, դեռ անտիպ գրքում։ Այդ գրքի համար ես հետո իմ խոսքը գրեցի, որը տպագրվեց առանցին հատվածում, եւ ինձ զարմացրեց նրա դիտողականությունը, պես հոգեբանական ներթափանցումները եւ նաեւ գրական տեխնիկան, ճիշտն ասած, որովհետեւ ես գիտեմ, որ նա ռուսական կրթություն ունի, բայց գրքում տեղ են գտել եւ ռուսերեն գործեր եւ հայերեն գործեր, գրեթե նույն հայերեն համարժեք վարպետությամբ գրված գործեր էին։ Նա իր պատմվածքներից մեկում ասում է, հերոսներից մեկի բերանով ասում է, եւ հանկարծ ամեն մի մանրուք սկսեց կարեւորությունը ստանալ ինձ համար։ Ինձ թվում է նրա կյանքում էլ այդ դժվար, դաժան կյանքը, այդ ծանր ապրումները, այդ անցած ճանապարհը նրա մեջ ինչ որ մի այլ հայացք է բացել, չէ՞։ Ինչ որ կարողություններ են յուրահատուկ արտնացրել եւ նա այլ կերպ է կյանքը ընկալում, այլ կերպ է ապրում եւ ամենակարևորը կարողանում է վերարտադրել գեղեցիկ լեզվով։ Ակնհայտ է, որ նա ինչ որ գրական դպրոցների, ինչ որ հոսանքների եւ այլն ուշադրություն չի դարձնում, պարզապես ինքնաբուխ ասելիքը գալիս է եւ գտնում է իր ձևը։ Իր նամակներից ելնելով, իր այդպես էսսեներից, պատմվածքներից ելնելով, զգում ենք, որ նա հետևողականորեն ընթերցանությամբ է զբաղվում, կարդում է շատ, այո։ Կարդում է եւ Աստվածաշունչը լավ գիտի, հետարքիր հատվածները բերում այդպես ներդաշնակում իր ստեղծագործությունների հետ եւ փիլիսոփայական այդպես խորը մտքեր է արտահայտում, որոնք միայն փակի տակ չէ, որ մարդու մեջ կարող են արթնանալ, այլ նաեւ պիտի սնունդ ստանա, որպեսզի մարդ ավելի խորանա, ավելի բացվի եւ ավելի կյանքը ճանաչի ու իմաստավորի։ Ես գործից գործ նրա մոտ եւ գրական վարպետության առումով եւ խորության առումով առաջընթաց եմ նկատում եւ մաղթում եմ իհարկե, որ նա անպայման շարունակի ստեղծագործել, հույս ունեմ, որ երբևէ նա կհայտնվի ազատության մեջ եւ ավելի լիարժեք կստեղծագործի, ավելի լիովին կբացահայտվի։ Էլ չեմ ասում, որ նա նաեւ շատ հետաքրքիր նկարներ է անում եւ առաջի գրքի մեջ տեղ գտած։ Երկրորդում էլ կան։ Ես ցավոք երկրորդը դեռ չեմ հասցրել։ Որովհետեւ այս օրերին է արդեն գրախանութներում հայտնվել այն։ Շատ հետաքրքիր նկարներ կան, որ լրացնում իմաստավորում են պատմվածքները։ Նա համառորեն չի ընդունում, որ ինքը սպանել է։ Դա է պատճառը, որ նա 2 անգամ այն երևակայելի փախուստի դիմեց, մեր օրերում այն երևակայելի մի մարդը կարողանա 2 անգամ բանտից փախչել։ Դա էլ մի տեսակ հունար, խելք, աստվածտար, նա ի վերջո ազատության մեջ հայտնվի։ Այս գրքերի, այս նամակների պատմությունների հիման վրա կարելի է ուղղակի հետաքրքիր մի ֆիլմ նկարահանել։ Ես ինքս մհերին բացահայտեցի այսպես, երբ հրապարակ օրաթերթում, եթե չեմ սխալվում, հենց իր փախուստից հետո արդեն տպագրվեցին նրա, այսպես ասեմ, էսսեներ, պատմվածքայսեատիպ գրվածքները, ես երբ կարդում էի այդ թերթի, հիշում եմ ճանապարհին, ուղղակի խարացել էի այն զգացողությունից, թե ինչքան խորը մարդու մտքեր են սրանք եւ ինչպիսի հրաշալի կերպով նա կարողանում է իր այդ ամբողջ ապրածը քեզ փոխանցել, որովհետեւ հնարավոր է այդպես ապրել, բայց չկարողանաս փոխանցել դիմացինից այդ ամբողջ զգացողությունները։ Դիտարկումները նաեւ բանտային կյանքի իր այդ նստած մարդկանց մասին շատ հետաքրքիր հետեւություններ է անում։ Այնտեղ մի նամակում է, թե ինչ-որ ստեղծագործության մեջ երբ ասում է, գուցե թվում է մեր օրենքի ներկայացուցիչներին, թե բանտում այստեղ մարդկանց խելքի են բերում, ուղղում են եւ հանում են ասպարեզ, նորից վերադարձնում են կյանք, բայց իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շատ այստեղ ավելի հրեշավոր են դարձնում մարդկանց եւ այդ մարդկանց հանում են հասարակության մեջ։ Ճշմարտություն կա թերևս։ Հետաքրքիր է, որ այդպիսի ծանր ճակատագիր ունենալով,
այդպիսի ծանր օրեր ապրելով, կարծեմ նա մի անգամ նույնիսկ երկրորդ փախուստից հետո ինքնասպանության փորձ է կատարել։ Մի խոսքով, երևի այդ 35, արդեն 37 տարեկան է, որքան գիտեմ մերը։ 37 տարեկան է։ Այդ տարիների ընթացքում այնքան տառապանք, այնքան զրկանքներ, այնքան ցավեր է տեսել, որ երևի 100 տարի ապրած մարդը այդքան բան չի տեսնի, բայց զարմանալիորեն բոլոր ստեղծագործությունների մեջ, նամակների մեջ, պատմվածքների մեջ մի տեսակ լուսավոր, այսպես պայծառ հայացք կա կյանքի, մարդկանց նկատմամբ եւ կա լավատեսություն։ Նա կարծես գտել է անազատության մեջ ազատ լինելու այդպես ձևը, էլի, եւ մարտարավեր է նետել կարծես թե անազատությանը եւ դա ստեղծագործելն է, դա իր օրը իմաստավորելն է։ Այնտեղ մի ստեղծագործության մեջ ասում է. ես օրս առավոտյանը սկսում եմ այնպես, չնայած բանտի ճաղերի մեջ, պատերի մեջ փակված, կարծես թե սկսվում է իմ աշխատանքային օրը, ես արթնացա, հիմա պետք է գնամ աշխատանքի, հիմա պետք է ինչ-որ մի բան անեմ եւ օրվա վերջին պետք է մի տեսակ վաստակած վերադառնամ նորից տուն։ Պայմանականորեն ինքը այդպես է ապրում եւ իր յուրաքանչյուր օրը իմաստավորում է։ Այնտեղ Եզակ ասում է. եւ եթե ես հանկարծ այսպես չանեմ եւ չկարողանամ այսպես անել, այլ որոշեմ ամեն անգամ 24 ժամը օրվա սպանել, այդ 24 ժամերը շուտով ինձ կսպանեն եւ կոչնչացնեն։ Այսինքն ուժեղ մարդու տեսակ է։ Մարդ կարող է այդ բոլորը մտածել, բայց չկարողանալ իրականացնել։ Եվ վերջապես դարձյալ զարմանալի շատ եզակի բան է, բանտարկյալը ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ, ուսանող է եւ սովորում։ Այո, բոլորովին վերջերս նա ընդունվել է Սլավոնական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, հերակահանձնել է քննությունները։ Հիշենք նորից, որ նա երբ իր հետ կատարվեց այս դաժանությունը, նա բժշկական համալսարանի ուսանող էր, 20 տարեկան էր։ Իսկ հիմա բանտից արդեն Մհեր Ենոքյանը հանձնել է հերակաքննություններ եւ ընդունվել Սլավոնական համալսարան։ Նորից հիշեցնեմ, որ Մհեր Ենոքյանի զուգահեռ աշխարհում գրքի հասույթով հնարավոր կլինի հոգալ Մհերի ուսման ծախսերը։ Աջակցենք Մհերին, սիրելի ունկնդիրներ։ Հնարավորություն ստանալով ոչ միայն առնչվել այս ուժեղ, նրբատես ու խորաթափանց անհատի անսպասելի դրվագներով կյանքին ու խորը զգացողություններին, այլև օգնենք այս մարդուն, ով կյանքի դժվարություններին դեմ հանդիման կանգնել է իր սովորելու, ինքնակրթվելու, կայանալու մեծ ներուժով ու կամքով։ Գիրքն արժե 2000 դրամ եւ կա նփակում եւ արտպրիչ գրախանութում։ Մհերը ի դեպ ստեղծագործում է երկու լեզուներով՝ ռուսերեն ու հայերեն։ Մհերին ընթերցելիս ակամա հիշում եմ Ֆուչիկի խոսքերը. «Մարդիկ, ես սիրում եմ ձեզ, զգոն եղեք»։ Իսկ հիմա շարունակենք զրույցը Լևոն Բլբուլյանի հետ։ Ուզում եմ հուսալ, որ վաղ թե ուշ այնուամենայնիվ այդ առեղծվածային դատավարությունը իր այդպես բացահայտումները, իրական դրդապատճառները ի վերջո կբացահայտվեն, իրական մեղավորները, յուրաքանչյուրը ըստ իր մեղքի չափի այնուամենայնիվ կստանա իր բաժին պատիժը։ Նրա ծնողներին եմ համբերություն մաղթում, իրեն եմ համբերություն մաղթում եւ ուզում եմ հիշեցնել, ես առաջաբանում էի գրել գրքում, որ համաշխարհային գլուխգործոցներից մեկը Դոն Կիխոտը Սերվանտեսը ստեղծել է բանտում եւ ապացուցել է բանտում եղած ժամանակ, որ ինքը ամենաազատ մարդն է շնորհիվ այդ գործի։ Միայն ազատ մարդը կարող էր այդպիսի գլուխգործոց գրել։ Ես ուզում եմ համբերություն մաղթել եւ հաջողություն մաղթել, ստեղծագործական նոր լիցքեր մաղթել Մհերին եւ նաեւ հավատ, որ վաղ թե ուշ ամեն ինչ ավելի լավ է լինել։ Որպես ընթերցող, ինչ ունենք մենք սովորելու Մհեր Ենոքյան գրողից, որտեվ ես երբ որ կարդում էի, ես ամաչում էի այն բոլոր իմ մարդկային նվնվոցների համար, որ ես պարբերաբար կյանքում ունենում եմ, եւ տեսնում էի, թե ինչքան լայն է այս մարդու հայացքը եւ ինչքան ազատ է նրա հոգին, մինչդեռ մենք այս պայմանական ազատության մեջ գտնվող մարդիկ, ինչքան կարող ենք ամենաչնչին բաներից մեզ կորցնել, կյանքը համարել ավարտված եւ այլն։ Մհերը կյանքը հասկանալու, ճանաչելու, վերաիմաստավորելու ընդգծված հակում ու կարողություն ունի։ Դա բնածին է եւ էլ եմ ասում, բանտում ավելի սրվել է այդ հատկանիշները։ Ես առհասարակ ոչ միայն գրող, որպես մարդ, ուղղակի կարծում եմ շատ սովորելու բան ունենք նրան ուղղակի տոկունության, կյանքը լուսավոր հայացքով տեսնելու կարողություն եւ ուղղակի կամքի ընդգծված ուժ։
ասում եմ, եթե ֆիլմ նկարվի այս ամենի, այս գրքերի իր ճակատագրի իման վրա, այս պատմության իման վրա եւ լավ ռեժիսոր նկարի, լավ սցենար գրի, գուցե եւ սցենարն էլ ինքը գրի այդ գրում ով գիտի։ Շատ ուսանելի ֆիլմ կլինի։ Մի խոսքով ուրախ եմ, շնորհավորում եմ երկրորդ գրքի ծնունդը, դեռ չեմ հասրել ծանոթանալ, բայց 1-2-ը արդեն թերթեցի նայեցի, նախորդ գրքին ծանոթ եմ եւ նկատում եմ աճ, զարգացում, կատարելագործում եւ ուրեմն ամեն ինչ կորած չէ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ ձեր տրամադրած ժամանակի, պարոն Բլբուլյան։ Ես էլ շնորհակալ եմ եւ թող այս հաղորդումն էլ ինչ որ մի քայլ լինի մահերին օգնելու ճանապարհին։ Հուսանք։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի բանաստեղծ թարգմանիչ Լևոն Բլբուլյանի հետ։ Այսքանը սիրելի ունկնդիրներ, ձեզ հետ Մերի Մուսինյանն էր, կհանդիպենք հաջորդ 3 շաբթի։